Իջև կնստես կողքինիդ Աստծո խոսքից մի բան փոխանցի, հա? Շատ ուրախ կլինենք։ Այդ խոսքը զորություն ունի իրավիճակներ փոխելու։ Ամեն։ Ընդունիր այդ խոսքը հավատքով։ Շնորհակալություն մեր փառաբանության թիմին։ Ամեն, Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կխնդրեմ ձեր ուշադրությունը, մենք ունենք հայտարարություններ։ Հայտարարություններ կախված Ջոն Բիվերի ծածկոցի տակ գիրքը, իրականում ինքը շատ լավ գիրք է։ Մենք ինքներս ավակներով նախանցած ամիս ընթերցել ենք, խոսում է Աստծո ծածկոցի մասին, Աստծո պաշտպանության մասին։ Աստծո ծածկոցը դա պաշտպանություն է բերում։ Ծածկված լինես Աստծո ծածկոցով։ Խոսում է 4 իրավիճակների մասին, որ մեզ ծածկում է Աստված, դա պաշտպանություն է մեր կյանքում։ Ու խոր կտամ ուղղակի վերջում մենք կբաժանենք, ամենավերջում կդրված կլինի, ընտանիքին մեկ գիրք ենք նվիրելու, եթե հասկանանք ընտանիքում մարդիկ շատ են եւ մեր գրքերը ավելացել են, երկրորդն էլ կնվիրենք։ Ուղղակի կվերցնես, կսպասես, եթե պետք լինի, երկրորդն էլ ձեզ եթե անհրաժեշտ լինի, երկրորդը նույնպես եթե մնացած լինի կնվիրենք։ Ու եւս մի հայտարարություն, որը կախված է աղոթքի ծառայության հետ։ Մենք ուզում ենք աղոթքը բարձրացնենք եկեղեցում եւ ամեն ինչ անում ենք, որ մարդը սկսի աղոթել։ Մեր ամենաառաջի եւ մտածում եմ նաեւ Աստծո սրտի միջինն է, որ մարդը ունենա շփում իր Տիրոջ հետ։ Ամեն ինչ անում ենք, որ մենք մտնենք աղոթքի մեջ, բայց չգիտես խի աղոթքի ծառայությունների նույնպես քիչ մարդիկ են գալիս։ Մենք մի ուրիշ on-line հարթակ ենք վերցրել, որ մարդիկ իրիկունը ժամը 10-ից 11-ը ունենք 1 ժամյա աղոթքի ժամանակ, գոնե տնից այս մարդկանց, ովքեր չեն կարողանում աշխատանքի են, վերցնենք աղոթքի ծառայության մեջ։ Իմիջիայլոց այդ ծառայությունը երբ որ սկսեցինք, մենք էլ չէինք հասկանում ինչ ենք անում, բայց սկսեցինք Աստծո առաջնորդությամբ եւ հիմա այդ ծառայությունը շատ լավ թափ է վերցնում։ Ես կխնդրեմ այն մարդիկ, ովքեր հոգեվոր պատերազմ աղոթքի թիմում են, ձեռք բարձրացնեն։ Այս մարդիկ շաբաթը 3 անգամ աղոթում են ձեր համարել։ Ես կուզեմ դու էլ մտնես դրա մեջ, դրա համար երբ որ ցանկանաս, ինքը լինում է 2 շաբթի, 4 շաբթի, շաբաթ, 3 օր 10-ից 11, որ տունն ես լինելու են, Facebook-ի ժամանակ կարաս աղոթես, որ փոփոխություն լինի, հա։ Ուղղակի երբ որ դու կցանկանաս, կմոտենաք մեր Միլենային, ինքը կօգնի ձեզ այդ հարցում, այնտեղ ինքը կասի բաները, ինչ որ այնտեղ դրված կարգուկանոններ կան, դրա մասին ինքը արդեն կտեղեկացնի, ես դրան շատ ժամանակ չտամ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես հավատում եմ, որ քո սրտում ինչ որ բան ծնվեց, մտնես այդ աղոթքի թիմի մեջ։ Ամեն։ Այսպես են վերնագրել իմ քարոզը։ Ներկան է ապագան։ Ներկան է ապագան։ Գիտես, քո ներկան արդեն անցավ։ Տես անցնում է ներկատ։ Ուշադիր ես նույն ներկատ ոնց անցնում։ Հիմա տենց ինտերնետում մի բան կա, չէ՞, ուզում ես իմանալ տարիքո ժամանակ ինչպես ես լինելու։ Արագ սենց մատը քաշում են։ Ու ինչա գալիս։ Գալիս է իր մեծ տարիքին ինքը գիտի արդեն ոնցն է, չէ՞։ Կամ հակառակ, ուզում ես քեզ ջահելացնես։ Այնքան հեշտ է, չէ՞, մի մատով ջահելացավ, բառավեց։ Հեշտ է, չէ՞ դա։ Բայց հնարավոր է արդյոք։ Հնարավոր է տարիները հետ բերես։ Դաժե հնարավոր չի վայրկյանները հետ բերես։ Ասում եմ հոգս անելով չես կարա քո մարմնի վրա մի բան ավելացնես։ Մենք պիտի ուշադրություն դարձնենք այն ժամանակներին, ինչի մեջ մենք գնում ենք։ Այս ներկան վաղվա քո ապագան է։ Այս ներկան։ Ես կխնդրեմ մի քիչ իջացնեք էլի բանը։ Շոկ է շատ։ Կամ իմ մոտ է շոկ չեմ կարող ասեմ։ Չեն կարա մենք չխոսանք անցյալից։ Անցյալը նույնպես դեր է խաղանում մեր կյանքում։ Գիտես, անցյալը մենք չեն կարա լինենք քննադատենք անցյալը։ Օրինակ, ինչ որ մի բան չես արել։ Այն որ մաման ասում է, պիտի սովորես, չես սովորել, եկել ես 25 տարեկան դարել ու դեռ անցյալի այդ բանից, այդ մտածելակերպից, որ քննադատում ես քո անցյալը։ Մենք չպիտի քննադատ լինենք մեր անցյալին։ Անցյալը անցել է։
անցել արդեն։ Մենք չենք կարող հետ բերենք անցյալից ինչ-որ մի բան։ Եվ նույնպես պարծենանք անցյալով։ Մարդիկ գալիս են Աստծուն դեռ հաճույքով պատմում իրենց անցյալի մեղքերը։ Դες երբ որ ինձ մի պատմություն է պատմում, չէ, հովիվ ջան, սովորական արախ չէ խմում, բելուգա, հենց բելուգան արդեն դեմքին տենում ես, այդ նենց հաճույքով է պատմում, որ դու ասում ես, ես մարդը դեռ չի պրծել իր այդ բելուգայից, այդ չի վերջացել, դեռ իրա մեջ է, դեռ դրանով պարծենում է։ Դու գիտես թե ես ես տղեն եմ, էլ պրոստը Աստծուն եմ եկել, ձեռքերս կշտեմ, հələ կռիվ ունի ներսը, հələ դեռ ուզում է այդ անցյալի մարդը դեռ ուզում է մի հատ էլ տա տեղը դնի։ Կամ գիտես թե չգիտեմ, լիքը բաներ կա, որ զսպում է, բայց չի համբերում։ Զսպում է, որ չպայթի մի օր էլ չի զսպում։ Ձեզ sense մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ձեր համբերության բաժակի տակին ծակ արեք, որ չլցվի։ Մարդիկ կան, ասում են, դե համբերության բաժակս լցվեց։ Տակին երկու հատ ծակ արա, որ համբերության բաժակը չլցվի։ Միշտ եկավ, չհավաքվի, թող թափվի։ Այդ շատ լավ օրինակ է։ Տեսել ես ծաղիկը, երբ որ ցանում են, պարտադիր պիտի ծաղկամանը լինի տակին ծակ, որ ինչ լի, որ արմատները չհոտի։ Նույնն էլ մեզ է պետք, այդ համբերության բաժակի տակին երկու հատ, չգիտեմ, ինչով միտքդ անց կգնա նրանով էլ այդ անցքեր արա, որ համբերության բաժակը չլցվի։ Ու ինչ ասում, անցյալը դեռ կպած անցյալին, գիտես, ասենց պարծենալով անցյալով։ Անցյալում լիքը մեղքեր են կարել, որ կամաչեմ ես խոսամ դրա մասին։ Անցյալի մեղքերը ես ուղղակի կամաչեմ դրա մասին խոսեմ։ Մեր Սասունը լավ խոսած անցյալի մասին մի քանի շաբաթ առաջ մենք անցյալից չպետք է կպած լինենք։ Անցյալից պիտի պրծնես եւ անցյալից պիտի ազատվես այն վատ սովորությունները, որ ունեցել ես անցյալում։ Նույնպես էլ չմոռանանք անցյալը, որովհետև մենք ասում ենք, հա, վատ սովորություններից պրծանք, բայց չմոռանանք անցյալը, որովհետև անցյալում բաներ ա եղել մեր կյանքում, որ պիտի չմոռանանք։ Ես կուզեմ կարդամ երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Հիշիր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով եւ բարձր բազուկով։ Դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։ Հիշիր, որտեղից ես դուրս եկել։ Հիշիր, որ մի ժամանակ դու ստրուկ էիր, մտքերի, վախերի, ինչ ձևի դու ստրուկ էիր։ Եվ քո Աստվածը քեզ հանեց այդտեղից։ Ու Իսրայելին Աստծո ժողովրդին անդադար ասում է. հիշիր, որ քո Եհովա Աստվածը, քո Տեր Աստվածը քեզ հանեց Եգիպտոսից։ Մի մոռացի, որտեղից է քեզ հանել։ Շատ ժամանակ որ մի առ ժամանակ անցնում է, մենք արդեն մոռանում ենք, որ Աստված մեզ որտեղից է հանել։ Ու մեր համար արդեն սովորական է դառնում, որ տենց էլ պիտի լիներ։ Գիտես, ամեն անգամ ես որ բարձրանում եմ քարոզելու, դա իմ սիրած խոսքն է։ Տեր ջան, ես գիտեմ, ես որտեղ եմ եղել։ Ես գիտեմ դու ինձ որտեղից ես հանել։ Ես դա գիտեմ, ես չեմ մոռացել։ Դա իմ ամենասիրած խոսքն է։ Ես գիտեմ, ես որտեղ եմ եղել։ Ես գիտեմ դու որտեղից ես ինձ հանել եւ որտեղ ես դնում։ Ես դա գիտեմ, ես դա չեմ մոռանում։ Գիտես, ասենց մի հատ պատմություն կա, միգուցե դու լսած լինես, որ մի թագավոր գնում է որսի եւ որսի ժամանակ ինչ որ տենց իրավիճակ է լինում, որ մի որսկան փրկում է թագավորի կյանք։ Ու երբ որ որսկանը թագավորի կյանքը փրկում է, թագավորը որսկանին տանում է իր թագավորություն։ Եվ ժամանակ առ ժամանակ այս որսկանը մտնում է մի սենյակ, եւ այս սենյակում մնում է մի առ ժամանակ եւ դուրս է գալիս։ Թագավորի օգնականներն ասում են այդ որսկանը լրտես է, մտնում է այս սենյակ, լուրեր է ուղարկում։ Թագավորը հետևում է, որ տեսնի այս որսկանը ինչ անում այս սենյակի մեջ։ Մտնում է, տեսնում այս սենյակի մեջ որսկանը, երբ որ մտնում այս սենյակ, թագավորը իր հետևից տեսնում է, որ այս սենյակում ոչ մի բան չկա։ Ուղղակի հիր շորերն է, երբ որ անտառից որ թագավորը իրեն գտել է։ Եվ նայելով այդ շորերին, այդ հանդերձներին, նա ասում է, ինչ ես անում հիմա այստեղ թագավոր, ասում է, երբ որ իմ սիրտը ծռվում է քո հանդեպ թագավոր, որ դու ճիշտ հրամաններ չես ընդունում կամ միգուցե խիստ ես լինում, ես գալիս եմ այս սենյակ, նայում այն հագուստին,
որտեղից ես դու ինձ հանել։ Եվ իմ սիրտը շտկվում է քո հանդեպ, եւ ես բժշկվում եմ, որովհետեւ ես գիտեմ որտեղից ես դու ինձ հանել։ Այո, մենք անցյալից պիտի հիշենք Աստված որտեղից է մեզ հանել, բայց անցյալով չպարծենանք, թե ինչ տղա ենք ելել, որ գիտես 6 հատ ընկերուհի ունեի։ Դա պարծենալու բան չի, դա ամաչելու, դա մեղք էր, որ մենք անհասկանալի ձևի միգուցե արել ենք։ Դա պարծենալու բան չի, որ դու հարփած բանը ղեկին ես ելել ու ինչ վատ բաներ ես արել։ Դա պարծենալու բան չի, դա պիտի դու մեծ ուրախությունով չպատմես այդ մեղքի կյանք։ Ուղղակի ունենաս զղջում, որ Տեր իմ Աստված, արել եմ առանց հասկանալու, բայց ես գիտեմ դու ինձ որտեղից ես հանել։ Ես չեմ մոռանում իմ անցյալը, որտեղից ես դու ինձ հանել։ Պատկերացրու Աստված չհանած չլիներ այնտեղից, որտեղ որ դու էիր։ Որտեղ կլներ հիմա։ Ով գիտի որտեղ կլներ, չէ։ Ինչքան վախերով բռնված, գիշերները չէիր քնում, մեղքը մեղքի վրա կիտվում էր, մեղքը գլորվելու բնավորություն ունի։ Տեսել եք ձնագնդիկը ոնց է գլորվում ու մեծանում։ Մեղքը երբ որ քո կյանքում գլորվում է, ուշադրություն ես դարձել, երբ որ միտեղ սուտ ես ասում։ Առաջի սուտը ասելուց հետո պետք է նաև 4 հատ սուտ ասես, որ առաջի սուտը պահես, գլորվեց, մեծացավ։ Առաջի սուտը ասելուց հետո քեզ նորից պետք է մի 3-ից 4 հատ սուտ ասես, որ առաջի սուտը կարաս ճիշտ սարքես, որ տենց էլ չի դառնում։ Մեկը մի օր հայտնաբերվում է, որ դա ճիշտ չէր։ Ու չմոռանանք մեր անցյալը, որտեղից է Աստված մեզ հանել։ Եվ չպարծենանք, հրապուրանքով չխոսենք անցյալի այդ մեղքի կյանքով, որ ունեցել ենք։ Ուղղակի զղջում գա մեր ներսում, ոչ թե կարոտած լինենք։ Գիտեք, տարիներով ես ալկոհոլ չեմ խմել, մոտավորապես 2007 թվից, 20 տարի։ Ոչ մի կաթիլ չենք խմել, ուխտ ենք վերցրել Աստծո հետ եւ այդ ուխտը պահել։ Բայց ես գիտեի, որ հնարավոր է թույլ է տալի, որ առանց ալկոհոլի գարեջուր խմես։ Թույլ է տալի քեզ առանց ալկոհոլի գարեջուր խմես։ Աստված չի արգելում, Աստված դեմ է ալկոհոլին, ոչ թե հյութերին։ Ու երբ որ գնացել ենք միտեղ ու մեծ խումբ էր, բազում տենց ձկներ էին բերել, Ռուսաստանի Դաշնությունում են, գիտեք, Ռուսաստանի ձկների տեսականին, ու շատ իրանք պիվեկ էին բերել, որ ինձ էլ կոլեկտիվին միացնեն, այնքան ասեցին, բա դու ինչ կանես, բա դու ինչ կանես, բա դու մեզ հետ չես լինի, ասի լավ, մի հատ բեզալկոգոլնի գարեջուր վերցրեք։ Գիտես, ուզում ես իրանց նմանվես, էլի, ուզում ես իրանց հետ կպնես, որ դու առանձին չլինես։ Հենց առաջի կումից ես հիշեցի այն հին մեղքի համը ու զզվեցի ինձանից։ Ասի, այսքան տարի դու պահեցիր, դա մեղք չէր, բայց հիշեցնում էր քեզ հին մեղքի համը։ Գիտես, մենք չպիտի փափագած սպասենք այդ մեղքի համին։ Այն որ ես 5 ապակաս կուզեմ կանեմ։ Մենք պիտի կարողանանք մեր կյանքում հիշենք անցյալը որտեղից Աստված հանել, բայց չուրախանանք անցյալի սխալ պահելած ձևից։ Ամեն։ Ես խոսում եմ ներկան ապագայը, բայց չէի կարող չանդրադառնամ անցյալին։ Եվ գիտես, Աստծո խոսքի մեջ մի հատ հետաքրքիր խոսք է գրված, որը գրված է Փիլիպեցի 3-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Եղբայրք, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա, հետևինը թողած, մոռանալով դեպի առջև եմ եղածն եմ ձգտում, հետևում եմ նպատակակետին, Հիսուս Քրիստոսով դեպի վեր երկինքը, Աստծո կողմից կոչված մրցանակին։ Ասում եմ, եղբայր, հետևինը մոռանալով, մենք մի հատ օրինակ ունենք, կարանք այդ օրինակը ցուցադրենք։ Հետևինը մոռանալով դեպի առաջ եմ գնում։ Դու չես կարա անցյալը մոռանաս, էսի անցյալն է, բայց անցյալը մի քանի հատ շատ է։ Գեորգ ջան, մի րոպե։ Ես շատ ուժեղ պահելու եմ Գևորին, տենց հեշտ չի պրծնելու։ Հիմա նայ դες։ Դες քանի հատ կա, չէ։ Հիմա ուզում է ինքը հետևինը մոռացած առաջ գնա։ Եկե գնաս, հա։ Ինչ պիտի անի ինքը։ Ինքը պիտի սկսի կտրել։ Մոռանալով հետևինը։ Հա մի հատը կտրեց։ Հա։ Բայց դեռ գիտես, լիքը բան կա, որ պահում է իր կյանքում։ Բայց հետևինը պիտի մոռանա։ Նոր կարա առաջ գնա։
Տեր օրհնի Գևորգ ջան։ Եթե դու հետևինը չկարացիր մոռանաս, հետևինը չկարացիր թողես, հետևի իր դեռ կպած ես։ Աշխարհիկի հետ աշխարհիկ ես, հոգևորի հետ հոգևոր ես։ Գիտեք, հետաքրքիր բան կա, որ դու պիտի նախ եւ առաջ պիտի այն կտրես, որ առաջ գնաս։ Միգուցե դու զգում ես, որ հոգևոր ես, բայց նույն տեղը հայրեն մի հատ լավ բառ կա, բուքսավատ ես ան։ Նույն տեղը։ Չգիտեմ դա հայրեն ոնց է։ Նույն տեղը։ Ինչն է պատճառը, որովհետև կպած ես ինչ որ բանի։ Հենց մի հատ լավ հումորային բան կա, Իջևանի բարբառով, ասում է արջը, ասում է բրախի, ես բրախել եմ, ինքը չի բրախը։ Շատ ժամանակ մենք գնում ենք ընկնում այդ արջի ձեռը, գիտենք որտեղ էր։ Մենք բնավորություն ենք էլի արջին բզբզելու։ Գնացել ենք ընկել իր ձեռը, այդ մեղքի ձեռը, մեկ էլ ինքն արդեն քեզ պահում։ Էլ դու չես կարող իրանից բրծնես։ Բայց Աստծո խոսքն ասում է, հետևինը, անցյալը մոռանալով դեպի ուր նպատակակետը։ Դուք հասկացել եք, որ երիտասարդները չունեն նպատակ եւ ցել։ Այս ժամանակվա երիտասարդների մոտ շատ սոցիալական հարցումներ անես, 100%-ի 10%-ի մեջ նպատակ կա, 90%-ի մեջ նպատակ չկա։ Նպատակ չունեն ինչ որ բանի հասնելու։ Ինչ որ ուսման մեջ շատ քիչ են մարդիկ, որ սկսել են նպատակով սովորել, լինեն գործարարներ դառնան, միգուցե ինչ որ տենց հանրաճանաչ մարդիկ դառնան, բժիշկներ դառնան, քիչ են մարդիկ, որ ցանկանում են սովորեն։ Որովհետև ինտերնետը իրանց կարճ հաճույքներ է պատճառում։ Այդ կարճ հաճույքների պատճառով ուղեղը դառնում է, գիտեք ինչ, ծույլ։ Ուղեղը մենք ենք ծուլացնում։ Ինքը ծույլ չի, իրան պետք է աշխատացնես։ Օրինակ, գիտես ոնց պատկերացրու, ասենք պատկերացրու ինչ որ գյուղատնտեսական գործիք, բահը չի կարա ծույլ լինի, բահը աշխատացնողը կարա ծույլ լինի։ Ուղեղը ինքը ծույլ չի, իրան պիտի աշխատացնես։ Բահը չի կարա ինքը ծույլ լինի, բահին աշխատացնող պիտի լինի։ Եթե բահը եղավ աշխատասեր մարդու ձեռքում, ինքը աշխատելու է եւ պտուղ է տալու։ Իսկ եթե եղավ ծույլ մարդու տանը, ժանգոտելու է։ Դրա վրա ոչ բան չի անելու։ Պատճառը բռնելու, որ չաշխատացնի։ Մեր ուղեղը նման է գործիքի նայած ում ձեռքերի մեջ։ Ով է աշխատացնում նրան։ Ու ասում եմ, ինչ անեմ, հետևում նպատակակետ, նպատակ պիտի ունենաս։ Տեսել ես հետաքրքիր բառ, ժամացույց։ Բառը հուշում է քեզ։ Մի գործիք, որ ցույց է տալիս ժամը։ Ժամը, ցույց։ Ես ուզում եմ ձեր մոտ գիտես մի հատ ինչ բան արտնանա, կյանքացույց, որ քո կյանքը տեսնես, ժամը հեշտ է տեսնել, օրը անցավ, բայց կյանքը դել է անցնում։ Մեր մեջ պիտի զարգանա այդ բառը, որ առավոտն է ծնվել իմ մեջ, կյանքացույց, որ քո կյանքը ցույց տա։ Երբ որ մարդկանց ասում ես, դե քո ամուսնանալու ժամանակն է, քո սովորելու ժամանակն է, քո ինչ որ բանի ժամանակն է, մարդը ոնց որ այդ կյանքացույցը իր առաջին չլինի։ Ու ինքը մտածում է, որ էսա դեռ կհասցնի, դեռ մյուս։ Ես այս պատմությունը մի անգամ եմ պատմել, իմ քուրիկը մի սիրում է ինքը տատիկների հետ շփվել, ու մի տատիկի հանդիպում է, ու տենց խոսելու ընթացքում ասում են, որ քուրիկս տատիկին հարցեր է տալիս, որ երեխաներ ունեք, ասում է, չէ, չեմ ամուսնացել։ Խի չես ամուսնացել տատի ջան։ Սենց նայում է քուրիկիս, ասում, շատ հպարտ էի, շատ գեղեցիկ էի, շատ ուզողներ ունեի, ու չամուսնացա։ Դու պատկերացնում ես 90 քանի տարեկանում իր եղբայրը իրան տնից դուրս է գցում, տունը ծախում են, մնում է դռներին, բանջարը հավաքում դաշտերում, որ ծախի, ինչի համար, իր հպարտության պատճառով, դե մեր աղջիկները սպասում են, որ հեսա սպիտակ ձիով գալու է։ Ես էլ չեմ տեսել սպիտակ ձիով ասպետ, մի օր կուզեմ տեսնեմ։ Բայց տեսնում ես այդ ասպետը եկել է չոլախեշի վրա։ Սենց այս իմը չի, իմը պիտի սպիտակ լինի ու ինչ որ մի բան էլ ձեզ մի բան ասեմ, սպիտակ ձիով ասպետը միգուցե գա
թագու հետևից, որ ամբից չլինի։ Բայց դու էլ խնդիրներ, խնդիրներ, ինչ որ բաներ քո մեջ կա, էլի։ Նենց քեզ մի անգամից թագու հոտեղ ես դնում մի անգամից։ Ու սպասում սպիտակ ձյով ասպետին։ Ընկալու ասպիտակ ձյով ասպետը կա, բայց քեզ չընտրի։ Դա էլ իմացի։ Դեսի գախտնի եմ ասում, ոչ մեկի չասեք։ Ու ինչ ա լինում։ Կորցնում է իր ներկան։ Ներկայից հետո բարի գալուս ծանր ապագա։ Քո ներկան վաղվա ապագան է։ Այսօրվա ներկան։ Որտեվ մենք ներկայում շատ բան ենք կորցնում։ Երբ որ մարդուն ասում եմ, «Բեր գիտես, լսել է, ծխել է թարգ էլի, շատ վնաս է, Աստծո խոսքն էլ ասում, ամեն բան ինձ օրինավոր է, ամեն բան օգուտ չի ինձ, եւ ոչ մի բանի կախվածության տակ չպիտի լինեմ»։ Բեր ասում եմ, «Պրծի դրանից, այդ մեղքից պրծի»։ Ոչ մեկը չեն ասում, «Չէ, սխալ ես ասում»։ Բոլորն ասում են, «Հա, ճիշտ ես ասում»։ Որոշել եմ թարգեմ։ Ասում եմ, դե եթե որոշել ես թարգես, ալի այդ որոշումը, այ հիմա սկսենք։ Հենց ասում ես, այ հիմա սկսենք, նու մենա դեմքի գույնը տենաս։ Որ ասում ես, այ հիմա բեր, այս բանից պրծի, չէ, հիմա չէ։ Սատանան քեզ ցույց կտա, որ դու գիտես։ Ինչ օգուտ ունի, որ գիտես։ Ոչ մի օգուտ չկա, որ գիտես, եթե չես անում։ Ինչ հա տալի քեզ, որ գիտես։ Գիտես, որ քեզ վնաս է։ Գիտես, որ պիտի պրծնես։ Գիտես։ Բայց երբ պիտի պրծնես։ Հենց հիմա։ Այսօր ներկան, քո ներկան դա վաղվա ապագան է։ Այսօր քո ներկայում ինչ որ դու արիր, վաղվա ապագան է։ Դու պատկերացրու Աստծո խոսքը ընթերցելու, աղոթների մեջ մտնելու։ Ներկան։ Մարդիկա պատճառ են բռում։ Դե ես իմ աչքերը լավ չիտենեմ, չեմ կարում կարդամ։ Բայց առավոտից իրուք լուրերը լսում եմ։ Այդ նույն ինտերնետի մեջ կա մարդիկ, որ քո համար կարդում են Աստծո խոսքը։ Դու միացնում ես իրան, գրի Աստվածաշունչ բերում է։ Եթե տենց ուզում ես իրականում Աստվածաշունչը ինչ որ ձևի մտնի քո ներս, դու պիտի այդ ճանապարհները պատրաստես, որ լսես։ Ուղղակի ինքնաարդարացման տեղ է դառնում։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Դες այնքան բանա, որ դու տեսնում ես երիտասարդը կորցնում է իր ժամանակը։ Օրինակ այն տղաները, ովքեր պիտի ունենան վարորդական իրավունք։ Վարորդական իրավունքի իրավունքը քեզ պատկանում է 18 տարեկանից հետո։ Եթե դու 22-23 ես եւ կորցրել ես 5 տարի ժամանակ եւ արդարացնում ես, որ հեսա կունենաս ու չես ասում վաղը գնում եմ ունենալու, տենցել այդ ժամանակը կորցրիր քո համար, բայց դու չես կարել ոչ մի բան հետ բերես, ավելի լավ է վաղը սկսի ունեցի, վաղը սկսի այդ ամենի հետևից գնա, որովհետև քո համար ամենալավ ժամանակն է, ամենալավ գնալ, սովորել, ստանալ քո վարորդական իրավունքը։ Թե չէ միշտ մարդ ես ման գալու, որ պարեկներին հսկի։ Ստեղից մտան, ընդեղից դուրս եկան, այնի գնաց, այն եկավ, պետք չի էդի։ Քեզ պետք է այս ժամանակի մեջ ինչքան էլ դժվար է, դու պիտի դնես, գնաս, սովորես վարորդական իրավունք վերցնելու։ Հիմա եթե այս ժամանակը կորցրիր, հա, հնարավոր է 30 տարեկանում էլ ունենաս, բայց ավելի խելացի է հիմա ունենաս։ Իսկ եթե հիմա չունեցար, մի օր գալու է, որ տենալու ես դրա կարիք կա։ Գիտես ոնց են մտածում շատ մարդիկ։ Մարդիկ մտածում են, որ քանի դեռ չկա մեքենա, ինչի՞ս է պետք վարորդական իրավունք։ Գիտես, ես սկզբից ունեցա վարորդական իրավունքը եւ իրան չէի կարում քշեմ։ Դե իրան չես կարա քշել, ինքը տենց չի գնում։ Բայց երբ որ ունեցա մեքենա, ես արդեն ունեի իրավունք մեքենան քշելու։ Հիմա մենք մտածում ենք մեքենան հեռու է, վարորդականը ինձ պետք չի։ Բայց կգա ժամանակ, որ կունենաս մեքենա, կհասկանաս, որ վարորդականն էր քեզ պետք։ Դրա համար քո ժամանակների մեջ դու պիտի կարգուկանոն բերես։ Օրինակ երիտասարդները սովորելու մեջ։ Երբ որ ասում ես սովորի, սովորելը դա ծանր բան է։ Արդեն ուղեղը պիտի աշխատի։ Երբ որ ուղեղը պիտի աշխատի, արդեն մենք չենք ուզում, որ ուղեղն աշխատի, որովհետև ուղեղը չի ծույլ, մենք ենք ծույլ։
որ ուղեղին չենք աշխատացնում։ Ծույլությունը մեզանից է, բայց ծույլությունը բնավորություն ունի ցանվելու եւ աճելու։ Այսօր հեռախոսը կարճ հաճույքներով ծույլությունը ցանում է մեր ներսում։ Ծույլությունը ցանում է մեր ներսում եւ մենք չենք լինում աշխատասեր։ Ուզում եմ նաեւ խոսամ ներկայի մասին։ Ներկան դա չգիտեմ, Ես որ ես ասի ներկան արդեն այդ չկա։ Ներկան դա կորչող ապագա է, վայրկյանական կորչումը, ակնթարթային։ Այն ներկան, որ այսօր ունեինք, էլ չկա, արդեն ինքը ապագա է դարել։ Այս ներկայի մեջ դու կարա իր տունը նստած լինես, այս ներկայի մեջ դու կարա իր ժամանակը կորցրած լինես, բայց այս ներկայով է որոշվում քո ապագան։ Եվ ուզում եմ կարդամ Եբրայեցի 3-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Քանի որ ասվում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես դառնության օրը։ Այսօր եթե նրա ձայնը լսեք, երբ? Չի ասում վաղը չեմ մյուս օրը։ Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը։ Գիտես, երբ որ մենք աղոթում ենք մարդկանց համար եւ մարդիկ ասում են, գիտեմ։ Օրինակ, ինչ է տալի, որ դու գիտես։ Մի հատ նայես, ինչեր գիտես, որ պիտի անես։ Մի հատ հիշի։ Գիտեմ։ Գիտեմ, որ պիտի Աստվածաշունչը կարդայի, գիտեմ։ Կանանց եմ ասում, գիտեմ, որ այն վերջի սենյակի պահարանը պիտի խառնաշփոթ է, որովհետև ես տանը մի հատ ջահել աղջիկ ունեմ, չի կարա այդտեղ մաքուր։ Այդ ամեն ինչ sense բան է, բուկետ է։ Մենք միշտ երբ որ հանդիպում ենք իրար, հասկանում ենք, որ իմիջիալոց ջահելները սիրում են չհարթուկված շորերը։ Իրանք շատ արագ են դասավորում, շատ արագ։ Ու նպատակով գնում են տենց հագուստ, որ չհարթուկ են։ Ուղղակի սենց են անում, ու տենց էլ հագնում են, մի հատ լավ հարթուկելու ձևել կա։ Տենց դզելով, հարթուկելով գնում են։ Ես գիտեի, թե դա մենակ հովիվների կյանքում է, բայց չէ։ Որ այդ պահին ինչ կա հագնում ես, գնում։ Տեկ ուզիմ կինը հարթուկելու շատ լավ է։ Ինչ կա չկա հարթուկում է, ում պետք է հարթուկում է, պետք չի հարթուկում է։ Եթե հարթուկը ձեռիդ չվերցնես, տենում ես մեկ էլ քեզ է հարթուկում։ Ու ինչ եմ ուզում ասեմ, որ մենք գիտենք ինչ որ բաներ պիտի անենք։ 3 տարի է գիտես այգու մեջին մի հատ վայրի ծառկա պիտի կտրես, որ գիտես, այդ ծառներ ամեն օր մեծանում է։ Դու գիտես ինչ որ բան կա քո մեքենայի վրա անսարք, պիտի սարքես, որովհետև ինքը ձայն անում։ Մեր ընկերներից մեկը մեքենայով գնալուց ալնում, ավտոյի շատ ուժեղ ձայներ է գալիս, շատ ուժեղ։ Այս ընկերն ասում է, չես կարում ես մեքենադ սարքես։ Ասում է, կարում եմ։ Ասում է, մագնիտոֆոնի ձայնը բարձրացնում։ Մի անգամից բրծա, ոչ մի ձայն չի լսվում։ Այս շատ ժամանակ մենք էլ ենք այդ ձևանում։ Գիտես, որ մի բան կա պիտի անես, բայց մագնիտոֆոնի ձայնը բարձրացնում ես, դառնում անլսելի, չես լսում։ Գիտես, մենք երբ ենք հասկանում, որ դուռը պիտի յուղվի, երբ որ դուռը բացում ես։ Բայց երբ որ դու քնած ես, նորեն բացում, վեր կենամ ես մի քիչ յուղ լսնում այդ ճառոցից, այդ իրավիճակից գլուխս բանանում, ինձ արթնացնում է։ Ներկան դու շատ բաներ գիտես ինչ պիտի անես, բայց ինչ օգուտ որ գիտես։ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ 2 մարդ տուն պատրաստեցին, մեկը ավազի վրա, մեկը ժայռի վրա։ Եվ ասում է այն մարդը, որ իմ խոսքը լսեց եւ կատարեց, նմանացնեմ այն իմաստուն մարդուն, որ իր տունը սարքեց ժայռի վրա։ Ինչի վրա? Որ մարդը, որ լսեց եւ կատարեց, եւ այն անխելք մարդը, որ լսեց ու չկատարեց։ Փոթորիկները եկան 2 տան վրա։
Այն մարդը, որը որ լսեց ու կատարեց, այն մարդը, որ լսեց ու չկատարեց։ Լսելը դեռ որոշիչ չի, որոշիչ է կատարելը։ Որոշիչ է կատարելը, ու մենք պիտի բարձրացնենք մեր ներսում կատարելը, ոչ թե լսելը, այլ կատարելը։ Քանի որ ասում եմ, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծացրեք ձեզ ինչպես դառնության օրում, որովհետև ովքեր որ լսեցին եւ դառնացրին նրան, ոչ բոլորը մտան Մովսեսի միջոցով դուրս եկան եւ Եգիպտոսից 40 տարի ումից զզվեց, չէ որ մեղ գործեցին, որոնց ոսկորները ընկան անապատում։ Ասում այդ տրտնջալը այդ ամեն ինչ ասում դուրս եկան իրար հետ, որ պիտի մտնեին կաթումեղեր բխող երկիր, բայց չմտան այդտեղ։ Աստված ասում զզվում է այդ տրտնջալուց, այդ մեղքի կյանքից։ Ես այդ մեղքի կյանքը բերում է նրան, որ մենք դառնում ենք անզգա, չես զգում էլ Աստծուն։ Եղել է քո կյանքում, որ Աստծուն չես զգում։ Աղոթում ես, խոսքը կարդում ես, բայց ինչ որ բան չես զգում, անզգայացած վիճակը։ Գիտես, կա իրավիճակներ, որ մենք պիտի բացենք մեր լսողությունը Աստծո համար։ Իսկ բացել լսողությունը դա միակ ու միակ ապաշխարության ճանապարհով։ Կարող է դու եկեղեցում ես, բայց ունես ապաշխարության կարիք։ Մարդ ես, որ մի բան սխալ ես արել։ Կուրտ կծեց ես ասես Տեր իմ Աստվածից, ես քեզ չեմ լսում։ Ի՞նչն է պատճառը, որ ես քեզ չեմ լսում։ Ես լսում էի քեզ, որտեղ եմ կորցրել քեզ լսելը։ Ես ուզում եմ իմ լսողությունը, հոգևոր լսողությունը վերադառնա։ Ժամանակ կար, ես չէի ուզում, հետդ չէի խոսում, դու ինձ հետ խոսում էիր։ Հիմա ո՞նց է, որ ես էլ քեզ չեմ լսում, որովհետև փակվել է մեր ականջները ու չենք լսում Աստծուն։ Հոգևոր խլություն է եկել։ Աստծո խոսքը հստակ ասում է, այսօր եթե նրա ձայնը լսես, մի խստացրու։ Լսելը դեռ շատ քիչ է։ Այսօր մենք բազում քարոզներ ենք լսում, գիտենք լիքը բաներ։ Եմ ամենավերջում աղոթելուց մի հատ նայ դες ինչեր պիտի անես ու չես անում։ Ուղղակի քո կյանքում եւ աշխատանքներ, որ պիտի անես, եւ հոգեվոր աշխատանքներ, որ պիտի քո վրա անես։ Բոլորը տունեք մի մարդու, որ պիտի գնայիք իր տուն ու չեք գնացել։ Ձեր հորքուրի մորքուրի աղջիկա փես ու հրող որը երեխայա ծնվել, կամ մարդ մահացել, կամ ինչ որ մի բան պիտի գնայինք։ Պիտի գնայինք այդ մարդու տուն, պիտի ուշադիր եղեինք եղել, պիտի գնայինք նրա ցավը կիսել ենք, պիտի գնացել ենք նրա ուրախությունով ուրախացել ենք, բայց առաջ ստորակետ կա, ստորակետ ու գնաց։ Դե հոգնած եմ, դե չեմ հասցնում, դե չեմ կարա, դե մյուս։ Ես չեմ ասում դու պարտադրված լինես, ազատ եղի դրա մեջ, բայց ինչքան լավ կլինի, որ ինչ որ գիտես ու կատարես։ Երբ որ կատարում ես, այդ ժամանակ էլ քո մոտ գալիս է բավականություն։ Միգուցե իրականում մարդիկ կան, որ պիտի ուղակի գնան ու լինեն այդ մարդկանց կողքը, որպեսզի այդ տխրության ժամանակ, այդ դժվարության ժամանակ նրանք հեշտ անցնեն։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Կուզեմ կարդամ առաջի Կորինթացիներից 3-րդ գլուխ 21-րդ խոսքից։ Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է, եւ Պողոսը, եւ Ապողոսը, թե Կեփասը, թե աշխարհը, թե կյանքը, թե մահը, թե ներկան, թե գալիքը։ Ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք եւ Քրիստոսը Աստծուն։ Այստեղ մարդիկ պարծենում են ծառայողներով, եւ մեկն ասում էր ինձ Պողոսն է մկրտել, ես Պողոսին եմ լսել, մյուսն ասում էր ես Ապողոսինն եմ։ Գիտես, մարդկանցով պարծենում էր եւ ասում եմ մի պարծեցեք, Պողոսով, Ապողոսով, բոլորը ձերն է։ Ներկա բաներն էլա ձերը, գալիք բաներն էլա ձերը։ Քրիստոս, դու Քրիստոսին եք, Քրիստոսն էլ ձերը։ Դու պիտի հասկանաս, որ դու Քրիստոսինն ես։ Շատ ժամանակ կյանքը անդաստիրակ մատուցողը։ Մատուցումը այն, որ չես պատվիրել։ Ոչ մեկը չէր պատվիրել 48 տարեկանում հիվանդություն, որ չկարողանա քայլի կամ չտեսնի, բայց մեկ էլ տեսնում ես կյանքը բերել է քեզ։ Գիտես ինչի պատճառով։ Պատճառներից մեկը, որ ժամանակին դու չլսեցիր քո տատիկին։ Մոդայիկ հագնվեցիր, ոտքերդ մրսեց, միջև հիմա չի դզվում, կամ չլսեցիր
որ մի վերցրու այդ ծանրությունը։ Ես այդ ծանրությունը վերցրել եմ արդեն, դու հասկանում ես, որ ին վրա այդ հետ կա թողել, մի վերցրու։ Երիտասարդը գիտի, թե ինքը ամենակարող է եւ կարա գիտես ինչեր անի։ Ես ողնաշարի ճողվածք ունեմ, ճիշտ է, Փարքտիրոջը չի խանգարում, երկար ժամանակ է, հավատում եմ Աստված գերբնական պահում է, բայց գիտեք ինչից էր առաջացել։ Ծանրություն վերցնելուց։ Գիտեք որ ծանրությունը։ Երիտասարդ անխելք ծանրություն։ Որ այդ երիտասարդին ասում ես այդ անխելք ծանրությունը մենակ մի վերցրու, այդ շատ ծանր ծանրությունը, մենակ մի վերցրու, իրան գիտես ինչ են ասում։ Կարամ ես, ինչքան։ Միջև երբ։ Բա գլուխը ինչի համար է որ դու կարաս։ Հա ուժը գիտենք որ կա, բայց գլուխը մտածելու համար է, որ եթե ես վերցնեմ, միգուցե ես առողջական խնդիրներ ունենամ։ Ու տեսնում ես շատ բազում երիտասարդներ ունեն բազում առողջական խնդիրներ, որովհետև չնայեցին իրենց ներկային եւ դրանով կառուցվեց իրենց ապագան։ Ուզեմ մի տեղ կարդամ ապագայի հետ կախված, կխնդրենք մեր Նարեին նվագի։ Երեմիա 29:11 Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որովհետև որպեսզի ձեզ ապագան եւ հույսը տամ։ Ինչ տամ ձեզ, ապագան եւ հույսը։ Աստված գիտի այն խորհուրդները, որ խորհում է մեր մասին, որպեսզի մեզ տա ապագան եւ հույսը։ Գիտեք, մի հատ վկայություն էր լսում, որ այդ վկայության այդ մարդը ինքը բան էր, Քրիստոսին էր դարձել, բայց սատանիստ էր եղել։ Ու ինքը խոսում էր նրա մասին, որ սատանան չգիտի ապագան։ Բախտագուշակները չգիտեն ապագան։ Այդ ամեն գուշակություններ անող ոչ մեկը չգիտի ապագա։ Նրանք գիտեն ներկան եւ անցյալը։ Ներկայի անցյալի վրա վստահություն են ունենում ապագայի մասին խոսելու։ Սատանան չգիտի ձեր ապագան, մեր ապագան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Բայց շատ ժամանակ ինքը ներկայի եւ անցյալի հիմքի վրա կառուցում է ապագա, ապագայից քեզ խոսք տալիս ու դու հավատում ես դրան։ Ոչ մի աստղագուշակ, ոչ մի բախտագուշակ չգիտի ապագան։ Ապագան միայն գիտի այն հոգին, որ քո ներսում է, շատ ժամանակ քո կյանքում ինքը մարգարեական դրսևորում է լինում, քեզ հայտնում ապագայում ինչ է լինելու։ Եվ այն Աստվածը, որին մենք պաշտում ենք, նա գիտի ապագան։ Եթե մարդը գնացել է բախտագուշակի մոտ եւ ասում է, գիտես ինչպես է ասավ իմ անցյալը։ Գիտես, անցյալի եւ ներկայի միջոցով վախա մեխում եւ գիտես ինչ անում։ Ասում է, եթե էսի չանես երեխեդ կմահանա։ Ու մարդը իր ամբողջ ունեցվածքը կարա տանի վաճառի տա իրան, այդ վախի միջոցով, այդ ստի միջոցով։ Ուղղակի դու իմացի, այն մարդիկ, ովքեր կգնան ձեր հարազատներից, բացի նրանց աչքերը, որ նրանք չգիտեն ապագան։ Ապագան միակ Աստծո մոտ է։ Եվ Աստծո մարդկանց, Աստծո հոգով լցված մարդկանց, որ կարող են քո կյանքում մարգարեական խոսք ասել, որ կարող են մարգարեանալ քո համար եւ կարող ես դու ինքդ աղոթքի ժամանակ հասկացողություն գա, ինչ կա ապագայում։ Եթե Աստված հայտնի։ Գիտես, Աստված ունի խորհուրդներ։ Ինչ լավ բան է, չէ՞ խորհուրդ։ Պատկերացնում ես այդ խորհուրդները մարդկային խորհուրդներ լինի։ Մարդկային խորհուրդը ինչ ասում իր երեխայի համար։ Մի հատ մի վարքյանով պատկերացրու, ինչ կուզես քո երեխաների համար։ Լավ սովորեն։ Կուզես չէ՞ որ լավ սովորեն։ Կրթված լինեն։ Կուզես չէ՞։ Լավ փսակենք։ Կուզես չէ՞։ Հարուստ լինեն, կուզես քո երեխաները հարուստ լինեն, հարուստ ամուսին ունենա։ Դե հիմա հետ են գնում մեր հոր մոտ։ Հայրը ուզում է, որ դու լինես կրթված։ Չի ուզում, որ դու լինես անկիրթ։ Կրթված եւ հոգեվոր, եւ այս
Աշխարհի իմաստությունը նորից մեզ պետք է։ Հայր ուզում է, որ դու հարուստ լինես։ Ավելի շատ ուզում, քան թե դու քո երեխային։ Հայր ուզում է, որ քո անձնական կյանքը ավելի լավ դասավորվի, քան դու կուզես, որ քո երեխային։ Դու չգիտես ապագան, բայց հայրը գիտի ապագան։ Եթե դու այսօր մտածում ես, որ քեզ կրթություն պետք չի եւ Աստվածաշունչ չես բացում, այն հոգեվոր գրականությունը, որ քո ձեռքի տակ արդեն գրադարանդ լցվել է, չգիտես ինչ անես, ящիկի մեջ ես լցնում, պատվալում դնում, որ դա քեզ պետք չի։ Ես քանի Կիրակի այս խոսքը ասում եմ, մեկ էլ է ձմեռը։ Էսա գալու է ժամանակը, որ հանդիպում ենք ունենալու Աստծուն։ Բայց Աստված ուզում է, որ մենք լինենք կրթված, զինված, Աստծո խոսքով եւ Աստծո հոգով եւ ինչու՞ չէ այս աշխարհի իմաստությունով նույնպես։ Որովհետեւ ես գիտեմ խորհուրդներ, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ, ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագան եւ հույսը։ Դուք կանչեցիք ինձ եւ կգաք ու կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Դուք փնտրեցիք ինձ ու կգտնեք ինձ, ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Ինձ ամբողջ ձեր սրտով որոնեք։ Գիտես, Աստված ունի խորհուրդներ, որ դա մարդկային խորհուրդներ չի։ Նա ձեզ տալու է ապագայում։ Ապագայում նենց բաներ, որ դու չես կարող տրամաբանես։ Գիտես, դու բայց մտածում ես, որ բայց խի իմ կյանքը այսքան դժվար։ Խի օրինակ իմ անձնական կյանքը այսքան դժվար է, որտեղ Աստված քո մասին խորհում է բարօրության խորհուրդներ, ոչ թե մարդկային խորհուրդներ, անհասկանալի, անպատմելի, անպատկերացնելի, այդ խորհուրդներն է խորհում քո մասին։ Գիտես, երբ որ մենք անցնում ենք դժվարություններով, մենք անցնում ենք այդ ֆիլտր կոչվածի միջոցով։ Նայես, երբ որ դու անցնում ես ֆիլտրի միջով, օրինակ կեղտոտ ջուր, երբ որ անցնում է ֆիլտրի միջով, մաքուր ջուր է դառնում։ Ինչպես է անցնում։ Դժվար է, չէ՞, ջուրը ֆիլտրի միջով անցնել։ Դե լավ կլրելի լայն, մի հատ խողով ա կերեղել, սենց վազելով անցել էի։ Էս ուր են դրել էս ֆիլտրը, էս ինչ դժվար բան է, էս ինչ դժվար եմ ես անցնում։ Բայց այդ դժվարությունների մեջ դու մաքրվում ես։ Այդ դժվարությունները քո կյանքի ֆիլտրն է, որ քեզ ֆիլտրում է ամեն այդ կեղտոտ իրավիճակներից։ Եվ երբ որ արդեն ջուրը անցնում է այն կողմ, մարդիկ երբ որ ուզում են ջուր խմեն, իրանք չեն ուզում կեղտոտ ջրի հետ կապ ունենան։ Իրանք ուզում են պարզ, ջինջ, այդ մաքուր ջուրը խմեն։ Եվ Աստված ունի խորհուրդներ ապագայի համար։ Դու այսօր քեզ պատահական չի բերել եկեղեցի, որտեղ քեզ հետ ծրագիր ունի, որտեղ մտածում է քո մասին, քո ամեն մի դետալի մասին մտածում։ Ու նենց էր ստացվել, որ մի անգամ իմ տղայի հետ կախված մի ամբողջ օր ինքը ինձանից բան տարավ, ժամանակ տարավ, իրան մի հատ փոքրիկ կառավարվող մեքենա ուներ, նրա համար պիտի այդ զայրադշնիկն էինք ճարել, որպեսզի ինքը կարացել էր քշել էր։ Ամբողջ օրը իր հետ էի տենց գնում գալիս էի ու ճանապարհին Աստված խոսաց հետս։ Ասավ ինչքան կարևոր է, չէ՞, քո տղու համար էս ամբողջ օրը այնց գնացիր, եկար, տարիր, բերար։ Ասում դե հա էլի, քո ամեն մի դետալը իմ համար շատ կարևոր է։ Ես ուղղակի մեքենան աչքաշեցի, որ չէի կարողանում էլ բան անեմ, ուղղակի ներսս բաներ անում, որ ուրեմն ամեն մի դետալի մասին դու մտածում ես, հա հայր։ Ինչ պիտի հագնվես, ինչ պիտի ուտես, որտեղ պիտի գնաս, ուր պիտի աշխատես, ինչ պիտի սովորես։ Բայց գիտես, ծույլությունը մտնում է եւ մեր ուղեղը չի թույլ տալի աշխատես։ Մեր միտքը դառնում է ծույլության, միտքը ինքը գործիք է։ Ով կաշխատացնի, նրա ձեռքին էլ կաշխատի։ Եթե հոգին աշխատացրավ մտքին, աշխատելու է հոգու համար։ Եթե մարմինը աշխատացրավ մտքին, աշխատելու է մարմնի համար։ Եվ մենք պիտի հասկանանք, որ մենք ունենք ապագա Հիսուս Քրիստոսի մեջ։ Գիտես, բաներ կա, որ միգուցե դու մտածում ես եկեղեցի գաս ամեն ինչ շատ լավ է լինելու։ Աստծո խոսքը ասում է, որ նեղա դուռը դժվար է ճանապարհ, բայց փրկության է տանելու։ Այո, ապագայում շատ լավ է լինելու։ Բայց միգուցե այս ժամանակի ընթացքում նեղա դուռը, դժվար ճանապարհը, նեղվածք ճանապարհը։
Գիտես, ամեն մի դռից հետո մենք գիտենք, որ նոր տարածք է բացվելու ավելի լայն։ Դու հասկանում ես դուռը բացեցիր, մի հատ ավելի լայն տարածք ես մտնելու, սենյակ օրինակ, չէ՞։ Դուռն ու սենյակը իրար հետ համապատասխան չի։ Ով է տեսել դռան չափսով սենյակ։ Բայց Աստծո խոսքը ասում է, նեղա դուռը բացում ես քիչ չի, նեղվածքել ճանապարհը։ Պատկերացնում ես դուռդ նեղ, ճանապարհներ նեղ, չես լայն, չի լայնանում, բայց փրկության է տանում։ Եվ գնացողները քիչ են։ Լայնա ճանապարհը, հեշտ է ճանապարհը, լայն է, բայց կորուստի է տանում։ Վերցնենք լայն եւ նեղ ճանապարհները, ուղղակի նայեք մայրուղինները։ Եվ նայեք արահետներին։ Միգուցե դու ասես, ես մայրուղիով կուզեմ գնամ։ Եթե դու մայրուղի կենտրոնով գնաս, որ ընկնելուն ես, մի բան չկա, որ բռնես։ Բայց եթե արահետով ես գնում, կողքիդ մի հատ ծառ կա, մի հատ քար կա, ընկնելուս կբռնվես չես ընկնի։ Թվում է թե այդ մայրուղի կյանք ամենալավ կյանքն է։ Դիր ու գաստուր։ Բայց հավատա, որ արահետի կյանքը եւ գեղեցիկ է, եւ տպավորիչ է, եւ բավականություն է պատճառում, երբ որ մենք անտառներ ենք գնում, արշավներ ենք անում։ Միգուցե դժվար է, բայց արահետով գնալուց դու կանգնում ես բարձրունքին ու նայում քաղաքին ու քեզ բավականություն է պատճառում։ Եղիր մարդ, որ կգնաս արահետի ճանապարհով, նեղ ճանապարհով։ Միգուցե այո, ինչ որ բան էլ դժվար է, գին ես վճարել, որ այստեղ ես հասել։ Քո ընտանիքի անդամները միգուցե քեզ հետ համաձայն չեն, որ դու այստեղ ես։ Մի քիչ էլ նեղացել են վրեդ, փախել ես։ Բայց ով ասա, որ հեշտ է լինելու։ Աստծո խոսքը ասում է, ես եկել եմ, որ մարդու թշնամին իր ընտանիքը կլինի, հայրը որդու դեմ, որդին մոր, տենց խոսում է։ Կարող է միգուցե ինչ որ կոնկրետ չեմ ասում։ Վերջի տեղը կուզեմ կարդամ։ Առակաց 24:19։ Չարերի պատճառով մի բորբոքվիր եւ մի նախանձիր անիրավներին, որովհետեւ չարը ապագա չունի եւ անիրավներին ճերակը պիտի հանգչի։ Չարը ապագա չունի։ Իրան մի նմանվի, իրան նման մի բորբոքվի, մի ջղայնացի, մի բարկացի չարի նման, նա ապագա չունի։ Ուրեմն բորբոքված, ջղայնացած, չարացած վիճակը առանց ապագայի վիճակը։ Առանց ապագայի։ Դու պիտի լինես մարդ, որ նայես քո ներկային։ Ինչ ես անում ներկայում։ Եթե դու իրականում այն հանձնարարությունները, որ միգուցե քո ավակն ա տվել, միգուցե եկեղեցին ա տվել, միգուցե քեզ հորդորել են, որ Աստվածաշունչը սկսի կարդալ, դու ամեն օր չես կարդում։ Ես քեզ ապագա եմ խոստանում։ Հավատացյալ առանց ուժի, հավատացյալ առանց զորության, մեղքի հետ հարմարվող հավատացյալ։ Բայց եթե դու զորանում ես քո Տեր Աստծով, զորանում ես այն խոսքով, որ Աստված դրել է քո տան մեջ, ունես Աստծո խոսքը քո ձեռքերի մեջ, աղոթների մեջ հարատևություն ունես, միգուցե մի քիչ դժվար լինի, բայց այդ սև ամպերը հեռանալու է մի օր, որովհետև դու պատերազմ ես մղում։ Մի եղի տենց առանց նպատակի։ Ու մի բան էլ կա, որ կուզեմ դրան էլ շեշտադրում անեմ, մոռացել էի, որը կախված է ներկայի մասին։ Ներկայի մարդկանց հետ կախված կուզեմ մի կոնկրետ մի բանի վրա շեշտադրում անեմ։ Չունենալ նպատակ։ Դա սատանան շատ ուժեղ դրել է հավատացյալների սրտի մեջ եւ լինել ինքնասիրահարված։ Երբ որ մարդը չունի նպատակ, եթե մարդը ունի նպատակ, ինքը գնում է դեպի նպատակը։ Եթե մարդը չունի նպատակ, ինքը ինքնասիրահարված է, կենտրոնացված է իր վրա։ Ինքը ամենագեղեցիկն է, ինքը ամենալավն է, ինքը չի հասկանալու, որ հեսա իր գեղեցկությունով չեն իրան աշխատանքի ընտրելու, իր խելքով պիտի իրան աշխատանքի ընտրեն։
Բայց արի տես, որ այս մարդը կրթության վրա ժամանակ չդրավ։ Մենք մի նկարել ունենք, ուզեմ դնենք այդ նկարը։ Գիտես, ինձ թվում էր, թե իմ պապիկ լինելը շատ հեռու է։ Ես էլ պապիկ չեմ դառնա։ Դենց եմ մտածում, որ դե դա երբ կլինի։ Գիտես, այն վերևում երեխան է խաղում։ Մի քիչ հետո մեծացավ այդ երեխան ինչ որ շունիկի հետ է խաղում։ Մի քիչ հետո արդեն պապիկ է դառել։ Այս ժամանակները մեր կյանքում այնի ներկան էր, անցյալն էր, էսի ներկան է, ապագան էլ դեմդ սպասում է քեզ։ Ժամանակ դիր քո հոգևոր կյանքի վրա, ժամանակ դիր հոգևոր ծառայության վրա, ժամանակ դիր մի ասա ես ինչ կարամ անեմ, այնքան բան կա անելու Աստծո տան մեջ, սիրտ է պետք անող, գործ շատ կա, սիրտ է պետք անող ու մի կերպարանվի այս աշխարհին, այս աշխարհը քեզ չի կարալու տա, այս աշխարհի տված ներկան դա ուղղակի մի քանի սիրուն նկար Instagram-ում, նրա ապագան մի քանի հատ լայք, ժամանակ է գալու, որ դու տեսնելու ես, որ քո այդ երիտասարդ տարիները, որ կորցրիր չսովորեցիր, հիմա ես ոչ մեկին վիրավորելու, ինչ որ գցելու նպատակ չունեմ, բայց այն աշխատանքին ես, որը որ դու կառուցեցիր քո կյանքում, որը որ դու կառուցեցիր։ Բազում սովորած մարդիկ էլ կան, որ այսօր միգուցե այն աշխատանքին չեն, որ պիտի լինեն, բայց ես գիտեմ մարդիկ, ովքեր համառ են եւ իրենց մասնագիտության համապատասխան աշխատանք են փնտրում եւ գտնում են։ Դրա համար նայ քո կյանքին։ Միգուցե սովորելու ժամանակները դժվար է։ Մեր ժամանակ մեր ծնողներն ասում են, մենք պոնչիկ ուտելով սովորել ենք։ Այդ ուսանողի կյանքը ոչ մի անգամ կուշտ չի լինում։ Միգուցե ինչ որ է սոված լինի մի քիչ դժվար լինի։ Թեկուզ ուսանողները հիմա իրանց տնից են գնում, լավ էլ կուշտ գնում են։ Մենք պիտի նայենք մեր կյանքացուցին։ Մեր կյանքը ինչա ցույց տալի, որ ժամանակների մեջ ես։ Եթե դու միջահասակ ես, ունես դեռուշ ավելի ծառայելու Աստծուն։ Եթե տարեց ես, կարաս քո խորհուրդներով կիսվես քո թորնիկների հետ, կողդ հավատես թորնիկներին ու սկսես նրանց խոսել։ Եթե երիտասարդ ես, շատ մի ուրախացի այդ ուժիդ վրա, ճիշտ օգտագործիր։ Ժամանակները ճիշտ օգտագործիր։ Ճիշտ օգտագործված ժամանակները կբերի պտղաբեր կյանք։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, եկեք կանգնենք մեր ոտքի վրա, աղոթենք, որ մեր ներկան, մեր անցյալը եւ մեր ապագան լինի Տիրոջ ձեռքերի մեջ։ Եվ մենք տանք մեր ներկան Աստծո ձեռքերի մեջ։ Մեր ապագան Տիրոջ ձեռքերի մեջ կլինի, եթե մեր ներկան մենք ինքներս տանք Աստծուն։ Շնորհակալ ենք Հիսուս,